Հարգելի հեռուստատոներ, հեռանկարի հյուրն է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը, բարև ձեզ, պարոն Սինանյան, շնորհակալ ենք մեր հրավերն ընդունելու համար։ Հասկանալի է, տարածաշրջանում իրավիճակը լարված է եւ դա մտահոգություններ է առաջացրել նաեւ Հայաստանի բնակչության մոտ, նաեւ կառավարության մոտ եւ կառավարության բոլոր գերատեսչությունների, այդ թվում նաեւ ձեր պարագայում եւ ընդհանրապես որոնք են հիմնականում այդ մտահոգությունները, այդ ուղղությունները։ Մտահոգությունները կապված են մեր հայրենակիցների որպիսությամբ, այսինքն նրանց առողջական եւ անվտանգային վիճակով այս պահին բարեբախտաբար չունենք որևէ տեղեկություններ, որևէ զոհերի կամ վիրավորների մասին, բայց ինչպես դուք նշեցիք, խոսքը ընդհանուր լարված միջավայրի եւ վտանգավոր միջավայրի մասին է եւ որևէ վստահություն չկա, որ այս ամենը շուտով ավարտվելու է եւ ունենալու է ճորտերական ավարտ։ Տեսեք, անցյալ անգամ, երբ նման իրադարձություններ եղան, դա Իրանում այսպես ժողովրդի դժգոհության ալիքներ, չգիտեմ ոնց ձևակերպեմ դա, որ քաղաքականապես կոռեկտ լինի, բայց այսպես ժողովրդական շարժում կար, որի ընթացքում անհանգստությունը կապված էր նրա հետ, որ կապ չկար մեր հայրենակիցների հետ, բայց հիմա մենք ունենք ակտիվ ռազմական գործողություններ, այս պահին գոնե երկրի ներսում, այսինքն կենտրոնում Թեհրանի մոտ, Իսպահանի մոտ, ռմբակոծության ձևով է դա արտահայտվում, մարդիկ տներում են, դուրս չեն գալիս, բնական է, որ փորձում են հնարավորինս նվազագույնի հասցնել ռիսկերը անվտանգային, բայց կրկնում եմ, սրա վերջը չի երևում, հետևաբար մենք մոնիտորինգ ենք անցկացնում, հետևում ենք իրավիճակին, փորձելով հասկանալ, թե ինչպես է փոխվում այն եւ ինչպիսի տրամադրություններ կան մեր հայրենակիցների մոտ։ Ասեմ, որ ինչպես անցյալ բոլոր այս խնդիրների ընթացքում եւ անցյալ տարվա մայիս-հունիսի ռմբակոծության ընթացքում եւ այդ բողոքի ալիքի օրերին թվում է թե դրսում անհանգստությունը ավելի շատ է, քան հենց բուն Իրանում։ Իմ կարծիքով մեր հայրենակիցները Իրանում պարզապես մի փոքր իմունիտետ են ձեռք բերել նման ճգնաժամային իրավիճակների նկատմամբ եւ հեշտ խոճապի չեն մատնվում։ Նման մենք ֆենոմեն ունենք նաեւ Բեյրութում, Լիբանանում։ Մեր հայրենակիցները արդեն մի քանի տասնամյակ այնպիսի տնտեսական, քաղաքական եւ երբեմն ռազմական անկայուն վիճակում են ապրում, որ սովորել են, հաշտվել են այդ իրավիճակի հետ եւ միանգամից չոր խոճապի չեն մատնվում, չեն սկսում դուրս գալ երկրից կամ քաղաքից, բայց երկրի ներսում դրա պահանջարկը կա, մեզ անդադ ներսից են դիմում, ասում են ինչ եք անում մեր հայրենակիցների համար, առանց հարցնելու, թե մեր հայրենակիցները ինչ են ուզում, որպեսզի իրենց համար մենք անենք։ Այսինքն ուզում եք ասել, մեծ մասը փորձում են, ավելի շատ ապրել այդ բնականon, ոնով կյանքը բնականon շարունակվում է, հասկանալի է, բայց կարծում եմ ամեն դեպքում ոչ բոլորն են կարողանում այդպես անել եւ հետաքրքիր է հիմա ինչ միտումներ կան, ինչ միտումներ եք տեսնում, ես չգիտեմ, արդյոք արդեն այսպես հոսք կա դեպի Հայաստան, հիրանահայեր, ինչ որ թեկուզ քիչ թվով ընտանիքներ կամ այդպիսի մտադրություններ, այ ձեր ինչ եք հասցրել շոշափել։ Հենց դա ենք հասցրել շոշափել, որ չկա նման միտում, այսինքն դեպի Հայաստան եկող մարդկային հոսքի մեջ հայկական բաղադրիչը որևէ ձևով չի տարբերվում անցյալ տարվա նույն ժամանակի, նախանցյալ տարվա նույն ժամանակի թվերից։ Այսինքն մենք ունենք բնականon հոսք, որը միշտ է եղել եւ չունենք այդ խոճապային արտահոսքը, որը կարելի էր տրամաբանորեն կանխատեսել նույնիսկ։ Ես դրա համար խոսեցի մեր հայրենակիցների իմունիտետի մասին, որ դրանով եմ բացատրում, թե ինչու մարդիկ չեն
փախնում օրինակ այն վայրերից, որոնք ռմբակոծության ենթակա են։ Հետո հիշենք նաև, որ խոսքը միայն Իրանի մեր հայրենակիցների մասին չի, այլ նաև ծոցի երկրներում գտնվող մեր հայրենակիցների Բազմաթիվ երկրներ են, այո, ներքաշված այս ունենք այնտեղ էմիրություններում հայություն ունենք, Քուվեյթում, համար բոլոր երկրներում, որոնք որ այսօր ռազմական գործողությունների գոտի են դարձել։ Լիբանանում մեծ հայ։ Լիբանանում, այո, նաև նշենք, որ Լիբանանում է հարձակում, գոնե հարավում իսրայելյան նոր հարձակում սկսվել, բայց չունենք այդ խոճապը։ Իհարկե մարդիկ կան, որոնք մանավանդ Հայաստանի քաղաքացիներ, որոնք օրինակ այնտեղ էին գտնվում կամ գործով կամ զբոսաշրջության նպատակներով, դրա մասին դուք լսել եք նաև մեր արտաքին գործոց նախարարության ներկայացուցիչներն են խոսել, որ պետությունը առաջարկել է ձևեր մեր հայրենակիցներին, քաղաքացիներին հեռանալու համար եւ նրանք էլ ակտիվորեն հետևում են այս իրավիճակին։ Նշեմ, որ որոշ կուտակումներ կային հարավային սահմանի մոտ, որը կապված չէր հայկական կողմի հետ, այլ կապված էր իրանական այդ սահմանապահ ուժերի համակարգիչների համակարգի հետ, որը խափանված է, թե չէ հայկական կողմից մենք որևէ խնդիր չունենք, որևէ խոչընդոտ գոյություն չունի, ճիշտ հակառակը միշտ պատրաստ ենք եւ արտաքին գերատեսչություն եւ մենք էլ հնարավորության եւ անհրաժեշտության դեպքում մարդկանց աջակցել։ Այսինքն այդ կուտակումները ավելի շատ արհեստական էին, ես հասկանում եմ, բայց գուցե մարդկանց զգալի մասը մտածում է, որ այս պատերազմը կարճ կտևի, որովհետև անցած տարվա ձեր հիշատակած այդ Իրано-իսրայելականը 12 օր տևեց եւ գուցե մարդիկ մտածում են, որ այդ մի քանի օր կկարողանան դիմակայել եւ դրանից հետո ամեն ինչ քիչ թե շատ կխաղաղվի։ Ամեն դեպքում եթե վատագույն սցենարով սկսենք մտածել, դրամաբանել եւ պատերազմը շարունակվի ավելի խորանա դեպի ցամաք, չգիտեմ, ես չեմ ուզում շատ հորետես լինել, բայց այդ տարբերակի դեպքում մենք որքանով ենք պատրաստ, ասենք, ընդունել իրանահայերին, մեր տեխնիկական պատրաստվածությունը նախ եւ առաջ նկատի ունեմ, հետագայում նաեւ մարդկանց կեցության վայրերով ապահովելու, մի խոսքով այն ամենը, ինչը մտնում է այդ խնդրի մեջ։ Դե պատթարագույն սցենարի դեպքում, որը միշտ պետք է հաշվի առնվի, մանավանդ հաշվի առնելով այն ռետորիկան, որը գոյություն ունի այսօր այդ պատերազմի շուրջ բոլոր կողմերից, մենք շատ ավելի վատ հորատեսական սցենարներ ենք ունենալու, որովհետև խոսքը կգնա մարդկային հոսքերի մասին ոչ միայն հայ մարդկանց, այլ ոչ հայ, եւ այդ թվերը շատ ավելի մեծ կլինեն, մենք մեծ խնդիրների առաջ կարող ենք կանգնել եւ կարծում դա է պատճառը, որ Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդը գումարվել է հենց այս հարցի շուրջ, որպեսզի պետությունը ստուգի իր պատրաստվածությունը եւ նաեւ քննարկի բոլոր հնարավոր բացասական սցենարները։ Միայն մի բան կարող եմ ասել, որ ցավոք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների այդ բռնի տեղահանման եւ արտահոսքի փորձը դա լուրջ ինստիտուցիոնալ փորձ է նաեւ Հայաստանի համար, թե ինչպես կարելի է կառավարելի դարձնել մեծ թվով մարդկանց հոսքը դեպի Հայաստան։ Ես չեմ ասում, որ այդ փորձը մեզ երաշխավորում է, որ մենք պատրաստ կլինենք ցանկացած սցենարի, գիտեք, Հայաստանը ի վերջո պետություն է, որը ունի սահմանափակ հնարավորություններ, բայց այն փաստը, որ մենք ունեցանք 100,000-ից ավել մարդկանց հոսք դեպի Հայաստան եւ Հայաստանը ոչ մեկ օր չունեցավ վրանային քաղաքներ եւ այլն, այսինքն այն տիպի լոգիստիկ խնդիրներ եւ մարդասիրական աղետներ, որոնք ընդհանրապես պետություններ ունենում են, երբ որ ընդունում են նման քանակությամբ, մեծ քանակությամբ մարդկանց փախստականների։ Հասկանալի է։ Ինչ թիվ են կազմում հայերը Իրանում։ Կա այդպիսի մոտավոր ինչ-որ շատ լավ հարց եք տալիս։ Իրականում թիվը հստակ չի, բայց տեղի մեր հայրենակիցների պնդմամբ մոտ 30,000-ի շուրջ է, որը եթե համատենք, ասենք օրինակ 1980-ականների վերջի համայնքի թվերին, որը հասնում էր մոտ 270,000-ի, իհարկե չնչին թիվ է, այսինքն 10%-ի չափ մարդ է, 10-15%-ի չափ մարդ է մնացել այնտեղ,
Հետևաբար, եթե հաշվենք առնենք, որ բոլոր հայերը կարող է հեռանան, որը խիստ անհավանական եմ համարում, ապա մոտավորապես նման թիվ է։ Հասկանալի։ Այս երկու օրերին Դուբայից Հայաստան չվերթներ են իրականացվել եւ ես ինչքան տիրապետում եմ լրատվությանը, մոտ 200 հայ արդեն տեղավ։ Ես ճիշտ եմ ենթադրում, որ սրանք այն մարդիկ են, ովքեր աշխատանքի բերումով կարճաժամկետ կամ երկարաժամկետ աշխատել են Միացյալ Էմիրություններում եւ հիմա տեղափոխվում են։ Այո, եւ զբոսաշրջիկներն են, շատ ճիշտ եք, սրանք մարդիկ են, որոնք այնտեղ են գտնվել կամ աշխատանքային նպատակներով կամ երկարաժամկետ, կարճաժամկետ, զբոսաշրջային կամ արձակուրդային այսպես ծրագրերով։ Բնական է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր իր քաղաքացիներին նույն կերպ է վերաբերվում, անկախ նրանից, թե ինչ նպատակով են նրանք գտնվում աղետի վայրում։ Սրա ամենալավ ապացույցը 2023 թվականի հոկտեմբերի հայ մարդկանց տարհանումներ Իսրայելից, եթե հիշում եք այս պատմությունը, բավական նշանակալից իրադարձություն է, ինչու, որտեղ առաջին անգամ իր անկախության ընթացքում Հայաստանի Հանրապետությունը տարհանեց ազգությամբ հայ մարդկանց կոնֆլիկտի գոտուց։ Նման բան երբևէ տեղի չունեցել, չի եղել Ուկրաինայում, չի եղել Սիրիայում, չի եղել Իրաքում, եւ ահա եւս մի դրսեւորում պետության, այսպես կայունության եւ համակարգերի կայացման, որը հնարավորություն է տալիս նման արտակարգ իրավիճակներում պետությանը գործադրել իր կարողությունները եւ մարդկանց տարհանել դեպի Հայաստան։ Դուք Արցախի օրինակը նշեցիք, կարծես շատ վատ իրադարձության վրա, բայց մենք լավ փորձ ունենք, լավ այսպես ճակերտավոր։ Ես ուզում եմ նաև Սիրիայի պարագան հիշեցնեմ, Սիրիայի այդ հայտնի պատերազմից հետո եւս մեծ հոսք եղավ հայերի, հա, ի վերջո մենք հիմա ինչ ունենք Սիրիայի մասով, հետաքրքիր է, որովհետև բավականին մեծ էր այդ հոսքը, ի վերջո ինչ բնակչության թվակազմ մնաց Հայաստանում, որ մասը հետո արտագաղթեց այլ երկիր, մի մասը հավանաբար հետ վերադարձավ Սիրիայի մասով մենք։ Լավ հարց եք տալիս, իհարկե այդ քաղաքացիական պատերազմի փուլի մասին է խոսքը 11-ից 13 այդ ակտիվ տարիներն էին, բայց հոսքը շարունակվեց մինչև 17, 18, 19 թվականներ։ Ըստ մեր ունեցած տվյալների, իհարկե դա տեղի ունեցել գոնե իմ ներգրավվածությունից շատ տարիներ առաջ, մենք ունեցել ենք մոտ 25-ից 30 հազար հայեր, որոնք ժամանել են Հայաստան Սիրիայից, եւ կրկին մեր ունեցած տվյալների համաձայն նրանցից 8-ից 10 հազարը մնացել են Հայաստանում, այսինքն պայմանականորեն ասենք 1/3-ը մնացել են Հայաստանում։ Սա պայմանավորված է եղել նրանով, որ մարդիկ շատերը արդյունքում Հայաստան օգտագործել են որպես տարանցիկ գոտի այլ երկրներ մեկնելու համար, բայց պետք է ասենք օբյեկտիվորեն, որ մարդիկ երբ որ միտեղից գալիս են, այստեղ պետք է կյանք հիմնադրեն, այսինքն սկսեն զրոյից հաճախ կյանքը, դրա համար նախապայմաններ են պետք, աշխատատեղեր են պետք եւ այլն եւ այլն։ Բայց հիմնականում բավականին կայացած մարդիկ են, որոնք գործ ունեին, արեստ ունեին եւ այդ ամենը այստեղ կարողացել են իրացնել, օգտագործել եւ այսօր լիարժեք Հայաստանի մյուս քաղաքացիների հետ հավասար կյանքով ապրում են։ Մեր Սիրիայի քույրերը եւ եղբայրները բացառիկ աշխատասեր, հայրենասեր, հայասեր եւ նպատակասլաց մարդիկ են, անձինք են եւ ճիշտ եք, նրանք իրենց նույնիսկ համեստ թվերով Հայաստանում զգալի ներդրում են ունեցել, նույնիսկ մշակույթ են փոխել, օրինակ բոլորը, համարյա բոլորը Հայաստանի ծառայությունների այդ ռեստորանային բիզնեսի եւ այլն ծաղկումը, բումը պայմանավորվում են գոնե սկզբնակետում սիրիահայերի ներհոսքով, որոնք իրենց հետ բերել են այդ ոչ սովետական սերվիս կոչված մշակույթը, սերվիզի մշակույթը, եւ դա էլ իհարկե իր տրամաբանական զարգացումն է ունեցել հաջորդ թիվ։ Հիմա արդյունքում ունենք մի ամբողջ սեկտոր, որը որակապես տարբերվում է նրանից, ինչ որ ունեինք 15 տարի առաջ։ Հայաստանը լրիվ այլ է։ Արդյունքում ես մի օրինակ բերեցի, չեմ ուզում որևէ մեկին առաջարկել, որ մեր սիրիահայերը մենակ դրանով են սահմանափակվում, ամենևին ոչ։ Բայց իհարկե խորանալով ձեր այդ տված հարցի մեջ, ես իհարկե շատ ցավում եմ, որ մեր հայրենակիցների 2/3-ը չեն մնացել Հայաստանում, որտեղ պատկերացեք որքան ավելի լավ կլիներ Հայաստան եւ որքան ավելի բան կարող էին իրենք բերել
մեր պետությանը, եթե օրինակ չգնային Հայաստանից։ Պարզ է, մենք հավարտում ենք, պարոն Սինանյան, ես ուղղակի վերջում ուզում եմ ճշտել, դուք սկզբում նշեցիք, որ զոհերի եւ այլն վիրավորների հետ կապված չկան տվյալներ, թե գուցե այդպիսի կան զոհեր, մենք տվյալների չենք տիրապետում։ Դե բնական է, որ մենք միայն կարող ենք խոսել նրա մասին, ինչի մասին մենք տեղյակ ենք կամ տեղյակ չենք։ Մենք տեղյակ չենք որևէ զոհերի կամ վիրավորների մասին։ Արդյոք կարող են նման զոհեր կամ վիրավորներ լինել, որոնց մասին մենք տեղյակ չենք։ Աստված գիտի, կարող է, բայց մենք տեղյակ չենք դրա մասին։ Շնորհակալություն։ Այսքանը հարգելի հեռուստատողներ, մեր հյուրն էր Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարե Սինանյանը։